Մոռացա, պարոն Մելքոնյանը համայնքական հռչակագրից խոսելուց ինձ ուղղորդ է շատ ճիշտ, որ ես կարևոր բան եմ ասում, պետք է խոսամ։ Տեսեք, համայնքական հռչակագիր երեխեք, հունվարի 29-ին ընդունվել, Ծիծեռնակաբերդում ընթերցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Համայնքական հռչակագրում ուշադրություն։ Դատապարտում է համայնքական հռչակագիրը Թուրքիայի, Հայաստանի շրջափակման քաղաքականությունը եւ դատապարտում է Թուրքիայի նախապայմաններ դնելու քաղաքականությունը, դա համարելով հայոց ցեղասպանության չդատապարտման եւ չճանաչման հետևանք։ Եվ երկրորդ, էլի համայնքական հռչակագիրը կոչ է անում Թուրքիային առերեսվել եւ հաշվի պատմությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Տեսեք, Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չէ ընդունում Թուրքիայի որևէ նախապայման Արցախի խնդրում գնալ միակողմանի դիտումների եւ նույնիսկ դա անվանում է շանտաժ եւ դատապարտում է Հայաստանի Թուրքիայի կողմից բլոկադան եւ կոչ է անում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, այսօր այս կապիտուլյացիայի սիմվոլները Արցախը հանձնել են 150,000 արցախահայեր էթնիկ զտմանը ենթարկվել, Թուրքիան նույնիսկ նման պահանջներ չէր ներկայացնել երբեք, չէր կարող երազել, ոչ Թուրքիան ոչ Ադրբեջանը, այսքանից հետո Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանը փակ է, մի հատ երջանիկ դեպքով գնում են Թուրքիայի հետ հանդիպում են, Էրդողանի գիտեն գնում են Կրսկին։ Քանի որ հին նույններն ասում էին, որ ամեն ինչ հայմատության մեջ պետք է նայել եւ ճշմարտությունը։ Ես որպես հին նույնների քաղաքակրթության մի փոքր մասնիկ նայում, ձեզ այդ հայմատությունը դուք ևս մեկ անգամ տեսնեք։ Ինչ է ասում համայնքական հռչակագրի Սերժ Սարգսյանի կատարությամբ 10 թվականի հայ-թուրքական հարաբերությունների Թուրքիայի շանտաժի ու բլոկադայի քաղաքականության մասին եւ ինչ են անում սրանք Արցախը տալով, հայաթափելով եւ Հայաստանը վերածելով թուրքական վիճակի։ Շնորհակալ եմ։